առաջի քայլը ինչ եմ անելու, հա։ Ում հետ եք աշխատելու։ Ու ձեր ծրագիրը ոնց է կիրառվում։ Ուրեմն առաջի քայլը լինելու է կադրային քայլը, թե ում հետ ենք աշխատելու, եւ բացի դրանից երկրորդ քայլը նորից համատեղ, այդպես ասեմ, պետք է անպայման տեխնացուներին հրավիրեմ ինձ քննարկելու բոլորիս ծրագրերը։ Եվ վերջում ընդհանուր հայտարարի գալուց հետո, ուրեմն անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ կոնկրետ աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու եւ դրա լուծումները, թե ոնց ենք գտնելու, բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ուրեմն ես գիտեմ, դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք եւ որտեղից պետք է բյուջեն ավելացնենք։ Դա մեկ։ Այլ հարցեր։ ՔՊԻ-ն էլ եք հրավիրելու։ ՔՊԻ տեխնիկան եք հրավիրելու։ Թե չկա։ Այո, չկա, մենք մեր գործը կանենք։ Երեխեք, ինպես արեք, որ ես լսեմ։ Կարողանանք ընդունել, պարոն Ղուկասյան, եթե ՔՊԻ-ն չմասնակցի։ Բա հիմա ոնց ընդունեցինք։ Բայց ես մտածում եմ, որ ՔՊԻ-ն էլ պետք է մասնակցի եւ այնտեղից էլ շատ մարդիկ պետք է լինեն, որ մասնակցեն, որովհետեւ իրենց քաղաքի, մեր քաղաքի բոլորիս համար է, սա միայն սա Ղուկասյան Վարդանի մասին չի խոսքը։ Սա ժողովրդի մասին է խոսքը։ Իրանք ինչ քայլ որ անեն, դա ժողովրդին են անելու։ Ղուկասյանի խնդիրը չէ այստեղ։ Այստեղ քաղաքի բնակչության խնդիրն է։ Եթե իրենք պիտի ոտ պահեն բնակչությունը իրենց կարծիքը կասի իրենց նկատմամբ դիմացի ընտրություններին։ Մարտուն Գրիգորյանի հետ խոսել եք, շնորհակալություն հայտնելու եք, որ ձեզ քաղաքապետ դարձրեց իր ուժը։ Գիտեք, այդպես ասել եմ ինքից սիրուն չէ, բայց ես երբ տեսնեմ, ինչ է պատահ, ես խնդիր չունեմ, ասել եմ, մենք ես իրենց ողերիմ թշնամի չեմ ճանաչում, ես իրենց ազգի հետ, իրենք մեր ազգի հետ շատ բարի դրացիական հարաբերություններ ունենք, ուղղակի դուք որ չխառնեք ամեն ինչ լավ։ Սպանությունների հետ կապված հարցը հարթվել է, Յուրոսյան հաղթանակ է։ Ինչի։ Յուրոսյան հաղթանակ է, որովհետև դուք ամեն անգամ կարևոր որոշումներ կայացնելիս պիտի Մարտուն Գրիգորյանի դուռը գնաք, որ նրանից ձայներ խնդրեք, պատրաստ եք նրա դուռը։ Ես ոչ մեկի դուռը չեմ գնա։ Ուրեմն ես կաբրեմ այնպես, ինչպես ապրել են ուրեմն ընդդիմադիր քաղաքապետերը։ Ինչպես եղել է կանչքը, ոնց որ մարդիկ ուրեմն ապրել են, ես այդ սկզբունքով կաբրեմ։ Ես ոչ մեկի դուռ չեմ գնում ընդհանրապես։ Սրբի դուռ գնում եմ միանշանակ, հա։ Բայց ես համերաշխությունը իմ զենքն է, համերաշխությունը, ուրեմն ներողամտությունը, համերաշխությունը իմ զենքն է, ես դրանով միշտ առաջնորդվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Ամեն դեպքում որոշումներ կայացնելու շարունակվելու է, թե գլխիկոր հետ են գալու եւ շարունակելու են։ Կաբրենք կտեսնենք, ովքեր որ համարձակ մարդիկ են, ովքեր սիրում են իրենց քաղաքը ամեն ինչից շատ, եւ ասենք քաղաքական պատվերները իրանց համար երկրորդական է, քաղաքի շահը առաջնային է, ուրեմն անպայման այդպիսի մարդիկ կմասնակցեն։ Բայց ովքեր որ միանշանակ կուսակցական են, ամեն ինչից վեր, ամեն ինչից շատ դասում են, ուրեմն կուսակցությունը, մենք էլ կտեսնենք յուրաքանչյուրին իր գնահատականը եւ ես կտամ եւ ժողովուրդը։ Դուք ասացիք, որ պատասխանը կտակ այնպես, ինչ իրենք կանեն։ Հիմա արժանի պատասխան քաղաքացիական պայմանագրին տալու եք, թե ինչ մենք է չմասնակցենք։ Թե շարունակում եք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը եթե գա, գոնե աթոռը հարգելով կընդունեք։ Ուրեմն ես մի բան եմ ուզում ասել, ես մի բան ասեմ ձեզ։ Ալեքսեյ Մատվեիչը կար, Օղորմի Իրան, շատ մեծ մարդ էր երկրում, մի օր ինձ բախտ վիճակվեց հաց ուտելու իր հետ, մեկը դարավ, չեմ ուզում ասել, որ վարչապետին, ինչ որ մի բան ասեց։ Ալեքսեյ Մատվեիչը դարավ ու ասեց, դե, իրեն չեք հարկում, աթոռը հարկեք։ Ես այդ սկզբունքը որտե գրել եմ իմ մեջ, աթոռը կհարկեմ, բայց պավիդենին, ոնց կպահեն, ինչ ձևի կանեն, какой привет, такой ответ։ Պարոն Ղուկասյան, մյուս խմբակցություններից լուրջ անհանգստություններ ունեք ու ասում եք դիմակները պատրելու եմ։ Որոշ մարդկանց ում դիմակը պատրեցիք քվեարկությունից արդեն հետո։ Ինչ էի ասում։ Դիմակները պատրելու են։ Բա դիմակները պատրվում է շատ մարդկանց։ Հիմա որ տեսեք մարդիկ որ չեն մասնակցում, որ մարդիկ շատ չեն մասնակցում, բան չեն անում, հիմա մարդ կա որ դիմակ չուներ, մարդ կա դիմակ ուներ։ Հիմա այդ բաները դեպի շատ չեմ ուզում։ Ինչ խնդրություններ լինելու։ Պարոն Ղուկասյան,
Աղջիկ ջան, դու իսկական փոքր աղջիկ ինչ վրեժ խնդրությունների մասին ես մտածում։ Մենք ընդհանրապես վրեժ խնդրություններ չունենք, հասկանալի է։ Այսքան հավատք ունեցող մարդը կարող է վրեժ խնդիր լինի։ Դու չես տեսնում, ես այնքան ներողամիտ մարդ եմ, որ ես իրոք այդպեսին եմ, էլի ինձ ձևական չէ։ Բան չունեմ, դիմակ չունեմ։ Պարոն Ղուկասյան, տեսեք, որոշում դուք կզսպեք ձեր շրջապատը։ Իմ շրջապատը ամենախելոքն է, ուրեմն լավ իմացի, ես այնպեսի բնավորության տեղ մարդ եմ, եթե որևիցե մեկը ոտնձգություն անի, առաջինը ես նրանց նկատմամբ, իմ մոտիկների նկատմամբ խիստ եմ, ես նախ իմ նկատմամբ եմ խիստ, հետո իմ մոտիկների, այդքան որ դուք սարքել բան եք արել, այսպես հանել եք բան եք արել, այդպես չի, դա այդպես չի, հիշեք։ Պարոն Ղուկասյան, ձեր որոշումները կայացնելիս ամեն դեպքում դուք պետք է հաշվի նստեք նաև դիմադին մյուս խմբակցությունները, ես չգիտեմ, դիմադին լինելու իշխանական լինելու հիմա մյուսները, ովքեր քվեարկեցին։ Հիմա ամեն դեպքում կախվածություն եք ունենալու այդ խմբակցությունների անդամներից, իրենց ձայներից։ Կարելի ասել, ձեր աթոռի մի ոտքից խաղալու է։ Ո՞նց եք։ Քննարկելու ենք բոլորի հետ, յուրաքանչյուր որոշում քննարկելու ենք, դրանից հետո որոշում ենք կայացնելու։ Աթոռները, այս աթոռը հանգիստ է, այս քաղաքապետի աթոռը չի խաղա։ Մարդը կարող է խաղա, աթոռը չէ։ Պարոն Ղուկասյան, պարոն Ղուկասյան։ Քննարկումներ է լինելու, կասեմ։ Իսկ պաշտոններ ուզել են ձեր։ Կասեմ, քննարկումներ է լինելու, կասեմ։ Ասա։ Անդրադարձել է այսօրվա քաղաքացիական պայմանագրի բացակայությանը եւ ասել է այն ինչ նախկինում ասել է նույն կարծիքին է եւ ասել է որ թիմ ընտրությունները եւ թիմ կառավարության հարաբերություններում գոյություն ունեն կանոններ, որոնք պետք է պահպանվեն։ Դուք պահպանելու եք այդ կանոնները եւ օրինակ ինչպես եք աշխատելու Նիկոլ Փաշինյանի հետ լինելով ընդդիմադիր Ես արդեն 100 անգամ այդ հարցին անդրադարձել եմ։ Ես 100 անգամ անդրադարձել եմ։ Ես այդ հարցին ասում եմ, տեղական ինքնակառավարում ասում է, տեղում ինքնակառավարել։ Ինչ մնում է սուբորդինացիայի հետ, ինչ մնում է պահել, պահպանել ճշմարտությունը։ Ես կպահեմ, կպահպանեմ իր քաղաքական հայացքներին միանշանակ դեմ եմ, միանշանակ իրեն դեմ եմ, իր կատարած գործունեությունների 99 ու 9/10-ին դեմ եմ, հասկանալի է, բայց տեղական ինքնակառավարումը այլ բան է ասում, իր հետ կապած այլ բան է ասում։ Դու ոնց ասես այդպես։ Դե արդեն ազատել են տեղյակ։ Փաշինյանի հարազատի ամբողջը։ Տեղյակ եք ազատել են արդեն նախապատասխան։ Որից պատասխանեմ, ասի։ Աղջիկան։ Փաշինյանի ասացի, որ ասեցիք 99-ին ամբողջ 9/10-ին Այն մեկն էլ տեղին տոնում կարող մարդը դարձի կա։ Չէ, բայց Դե եկեղեցին ինչ է ասում, ապաշխարության կանոններ է տվել, եթե մարդ ապաշխարության բան է ճանապարհ է բռնում, այդտեղ արդեն ես բան չունեմ ասել։ Նարեկը հարցը Ասա Նարեկ ջան։ Խորհրդային տարիներին կոմկուսը դեմ էր մասնավոր սեփականությանը, մեծահարուստներին կուլակաթափ էր անում։ Այս մասով տարաձայնություններ ունեք, թե ոչ։ Ասեմ։ Ուրեմն այդ մասով ես ունեմ մի բան։ Միանշանակ դեմ եմ եղել, որ սեփականություն չպետք է լինի։ Միանշանակ դեմ եմ։ Միանշանակ դեմ եմ, որ երկիրը սեփականություն չունի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինքը սեփականություն չունի։ Ուրեմն ես կողմնակից եմ չինական մոդելին։ Դա Աստված, որ եթե հանկարծ Աստված կամենա կանգնտեղ հասնենք։ Ուրեմն հասկանալի է այդ ժամանակ ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցները այն մեծ գումարները, որ գալիս է որևիցե մի բիզնեսից, չեն թողնելու, որ մի քանի բիզնեսմեն պետությունից հարուստ լինի, որպես ինչ։ Անպայման դրանք պետք է լինեն պետական սեփականություն։ Իսկ մնացածը թող ժողովուրդը, թող ես այդ դրան եմ կողմնակից, ես դրան կողմնակից եմ։ Դուք որևէ բան դուք էլ եք հարուստ պարոն Ղուկասյան։ Ես հոգեբ Դուք ոնց եք հարստացել։ Հիմա նայ ասեմ։ Այսքան չենք շինություն։ Դե ասեմ էլի սպասի։ Ասեք։ Մի րոպե ասեմ ես երդասարտին։ Ուրեմն ուշադիր լսի։ Ես նախ հոգեպես եմ հարուստ։ Ուշադիր լսի։ Երկրորդ հերթին ես 64 տարեկան եմ։ Ուրեմն 12 տարեկանից աշխատել եմ ամբողջ քաղաքը գիտեմ։ Մինչև այսօր իմ գործարանների դաժե մնացորդները մնացել է
Գուլբան Ասկեղենի արտադրամաս, տրիկոտաժի արտադրամաս, հացի գործարան, ատրակցիոններ, հասկացար, ներկրում, ուրեմն արտահանում, ներկրում, ուրեմն ֆերմերությունը 82 թվականին ես 21 տարեկան եմ եղել, պատկերացրա, եղել եմ խանութի վարիչ, 200 գլուխ մայր անասուն եմ ունեցել Լենգեսում, հասկանալի է, եւ այդպես շարունակական իմ գործունեությունը ես ծավալ մինչեւ այսօր, Հիմա ինչ եք անում։ Հիմա ես մինչեւ այսօր ունեմ հսկայական ֆերմա, այն թվերից, այսինքն Լենինականի ժամանակահատվածից Շիրակի մարզի առաջի ֆերմերն եմ եղել, կատի գործարան ունիմ, կատի վերամշակման այդ ամեն ինչը ես ունեցել եմ այն թվականներից։ Իսկ Գյումրի քաղաքապետ եղած տարիներին ինչ-որ բան հետ գցել եք, կարողացել եք ձեր ունեցվածքը ավելացել եք, թե հակառակը պակասել է։ Պակասել է։ Օրինակ ասում եմ, որ Ուրեմն իմ ժամանակ պակասել է, բայց ուրեմն քո այդ ուշքու միտքը 17 տեղանոց հյուրանոցի մասին է խոսքը, սաղը 17 տեղ է, գնա հաշվի, հակտակ հաշվի։ 17 սենակ է, լսի։ Ուրեմն այդ հյուրանոցը, հələ մի հատ գնա Երևան նայի, 170 սենականոց հյուրանոցները թողել եք, 0-ից սարկածի հետևից ես ընկե, ու պրիտոմ է դրա բացադրությունը հստակ կա, այնպես որ հեչ վախենալու տեղ չունենք, եթե վախենայինք մեր վրա չեր կրանցվի, հասկանալի է, որովհետև դա բարձրաձայն ենք արել, բարձրաձայն։ Ունեցվածքից որևէ բան պատրաստ եք պետությանը վերադարձնել, թե ոչ։ Ուրեմն իմ ունեցվածքից, եթե որպես ինչ տամ ես պետությանը, ասենք ինչու համար տանք, որ հետո դրանից հետո իրանց օլիգարխները սեփականաշնորեն, որպես Golden Palace-ը, որ հիմա առան մեկից իրանց վրա սեփականաշնորի։ Ես պատրաստ եմ, ինչ ունեմ, ժողովրդին տամ, հասկանալի է, ժողովրդին, որ դու եւ բոլորիդ վրա դա երևա։ Ոչ թե մեկից վերցնեն տան մյուսին, սա ինձ հետ չէր, այն նա ինձ հետ է։ Հիմա նրանից վերցրեք տվեք նրան, որովհետև դա իմ օլիգարխն է։ Միանշանակ դրա վերաբերյալ, գիտեք ինչ, երկրի ամբողջ երկրի ունեցվածքը, ընդերքը, հանք արդյունաբերությունը գրանցված է օֆշորներում։ Դրա համար ձայն տվեցինք, որ կար ասում էր, պետք է կամ հետ բերեմ։ Բա ուր է այդ ոսկու հանքերը, մոլիբդեններն ու միասները, մյուսները պղնձի ու չգիտեմ այլումինի հանքերը, որն է պետական սեփականություն, ջրերն ու մնացածներ ամեն ինչը։ Որ բերել եք 25% էլ բաժնեմատունի կարող։ Ես ուրեմն գիտեք ինչ։ Որ քյաբաբներն ա բերել։ Ապրես այ քյաբաբները, հա։ Լավ էլ ուդում են։ Նասյանը որ առաջարկում է գնալ արտահայտ ընտրություններ, կարող է հույս ունենալ, որ իրենք կհաղթեն, եթե արտահայտ ընտրություն լինի, այս անգամ ավելի մեծ ձայնով։ Դե հիմա ես խոսք եմ տալիս, եթե արտահայտ ընտրություն լինի, այ քեզ բոլորիդ խոսք եմ տալիս։ Մենք չէինք որտեղ կրեն սկզբունքը, որ իրանք ինչ ձևով դուք արձանագրեցիք, չէ՞ ինչքան փող բաժանեցին, գնացիք տեղերը, բան տեսակ, որ մտան, ինչ եղան, ոնց եղավ, բան եղավ։ Մենք դրա վերաբերյալ չէի հավատում ես, բայց դուք կտեսնեք, թե ես ինձ ձևի ժողովրդին կբացատրեմ, որ մարդիկ, որ մտնում էին, ասում էին, բանը հայրդ մայրդ մահացած է, հորն ու մորդ գերեզմանի վրա երտումք է փող տանք քեզ։ Երեխատ մահացած է, երեխանիդ գերեզմանի վրա երտումքեր փող տանք քեզ։ Մենք այդ սկզբունքը չգիտենք, թե ինչ էին անում։ Երկրորդ բանը ոնց էին դուրս հանում բան։ Մենք այդ ամեն ինչը գիտենք։ Այ հիմի որ ընտրություն լինի, գտեսնես թե մենք ինչքան ձայն կհավաքենք։ 2008 թվականին ես հավաքել եմ 40,000 ձայն։ Գնացեք նայեք։ 30,000 հոգի գնացել, այլ չի ուզում ձեզ սատարի բան Ղուկասյան։ Այդ դու պետք է անես, այնտես կրվում էր, այնտեղ էլ գնացիր կրվար։ Քեզ էլ բան էին անում, տեսար դու գնացիր քո տեղով դու արձանագրեցիր։ 30,000 հոգի էլ չի ուզում ձեզ սատարի, որովհետև ասում եք 40,000 եք հավաքել, հիմա շուրջ 10,000 եք հավաքել։ Ուրեմն 10,000, հիշում ես այն սպարտացիները, որ ասեցի, որպես բան եք դարձրել, հիշում ես սպարտացիների Ցար Լեոնիդի, այդ 10,000-ը Այդ 10,000-ը գիտեք ովքեր են, որոնք փողով, վախով, ես չգիտեմ, գործեր խոսք տալով չգնացին ընտրության, այլ իսկական գնացին իխորոտ սրտե ճշմարտության համար, հասկանալի է, ու իսկականից այդ սկզբունքը որտեղ գրեցին ու պահեցին։ Սատիկ ջան, իմ ամբողջ կյանքը դժվար է։ Իմ ամբողջ կյանքը հեշտ չեմ ապրել։ Հիմա որ մեկ մարդիկ կան ասում են մանկությունս հետ բերեք, ես չեմ ուզում իմ մանկությունը հետ գա։ Ես ամբողջ կյանքում դժվարություններով եմ ապրել ու դժվարությունը ինձ համար ապրելակերպ է, հանգիստեղի։ Այ տեսար մարդիկ ինչ որ էին ընկել։ Ղուկասյան, Քաղաքի համար լինի, եթե օրինակ Մարտին Գրիգորյանը
Հայաստանը չքվեարկի խմբակցության բազը, դա է։ Ես գիտեմ, որ ամեն ինչից շատ մարդու անունն է։ Որևիցե մի խմբակցություն, եթե հանգարց իրենք ճիշտ չպահեց, ժողովուրդը իր գնահատականը կտա։ Դա չի նշանակում, որ հիմա այստեղ եկան քվեարկեցին, մենք դարձանք քաղաքապետ, դրանից հետո ոտ պահեցին։ Ոտ պահեցին նույն սկզբունքն է։ Ժողովուրդը կիմանա եւ թե իրենց հետեւ ով է կանգնած։ Ես այնպեսի մարդ եմ, որ ինձ բռնելը շատ դժվար է։ Իրապետում եք ինֆորմացիա, որ ինչ-որ մեկը կա հետևում կանգնած, չի բարձրաձայնում։ Ինչ։ Եթե կա մարդ, ով գիտեք, որ կանգնած ինչ-որ մեկի հետևում, ինչի՞ չեք բարձրաձայնում հիմա այս սպասում։ Всему свое время։ Լավ, ռուսերենը մենք պետք է ասենք։ Պարոն Ղուկասյան, քանի որ անդադը Ռուսաստանից եք, հա, խոսում, դուք կողմ եք օրինակ Հայաստանի եւ Ռուսաստանի միութենական այդ պետության գաղափարին, թե այնուհանդերձ անկախությունը բացարձակ արժեք եք համարում։ Ես ես մի բան ասեմ։ Ուրեմն ես դες ասեմ, ես հայամետ եմ։ Ու գիտես մի քիչ սիրուն չէ, իսկական շատ հայրենիք սիրող անձնավորություն եմ։ Ես գիտեմ, որ այս 3 միլիոն ժողովուրդը, որ մենք ունենք, այս 300-320 միլիոն թոշկա լեզու ազգի մեջտեղը, որ կանգնած ենք, ես գիտեմ, որ մեր մեծերը, բոլորը Անդրանիկ Զորավարից, Մխիթար Սպարապետից, Դավիթ Բեկից, Իսրայել Օրուց, Խաչատուր Աբովյանից, որ ասում է օրհնվի Ենսահատը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ, եւ այդպես Իսահակյանից, Թումանյանից, որ ասում էին մեր փրկությունը իրոք ռուսի հետ միացության մեջ է։ Ես ուզում եմ նմանատիպ ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա ընկնի ոտքերի տակը։ Այսպես ես չգիտեմ ինչ կարողանա բանակցել, տղամարդ լինի, որ կարողանա իրենց հետ բանակցել եւ ռուսի սխալները, ասի գիտեք, դուք այս հարցերում սխալ եք։ Դուք մեր նկատմամբ այսպես լավ չեք պահում։ Այդպիսի ղեկավար է պետք։ Եվ վերջում էլ արդյունքը սա է։ Թուրքա Հայաստանը ինչ վիճակի մեջ է։ Պետականություն չունեք, մորտված, սպանված, քանդված, ավիրված գերեզման չունեք ընդդուք։ Ռուսը Հայաստանը ինչ վիճակի մեջ է։ Թուրքը մեր նկատմամբ ինչ է արել, ռուսը մեր նկատմամբ ինչ է արել։ Ինչ որ կառուցվել է այդ 75 տարվա մեջ կառուցվեց։ Հիմա դրա համար այդ ամեն ինչը մենք չտեսնելով, եթե ուզում ենք չտեսնել, դա ես չգիտեմ ինչ մարդ պետք է լինի, որ այդ ամեն ինչը չհասկանա։ Հետո մի բան գիտեմ։ Մի բան։ Սա բարձրաձայնում եմ։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիլվիզում Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր, որ ռուսները պետք է պահեն ուրեմն Նախիջևանը, Սյունիքը եւ Արցախը։ Նույն ժամանակահատվածում Սևրի պայմանագիրը կնքեցին, որ պետք է լիներ 160,000 քառակուսի կիլոմետր Հայաստանը։ Եվ Վիլսոնը հաստատեց դա։ Դրանից հետո մի քանի օր հետո թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը Սևրի պայմանագրից հետո եւ եկան հասան մինչեւ Երևան։ Այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը Ալեքսանդրապոլի խայտարակ պայմանագիրը կնքեց եւ Հայաստանը դարձավ 9700 քառակուսի մետր։ Արևմուտքը գցեցին իրար վրա, Ֆրանսիան Անգլիայի վրա, Անգլիան Ամերիկայի վրա եւ Հայաստանը դարձավ 9700 քառակուսի մետր։ Եթե ռուսները չկային, 29800 քառակուսի մետր մենք հիմա չէինք ունենա։ Էլի ռուսները պահեցին, որ դարձավ 29800 քառակուսի մետր։ Լսեք, սխալներ ունեն։ Բայց պետք է մեր երկիրը այնպիսի մարդ ղեկավարի, որ ոչ թե խապի, այստեղ բան պայմանավոր վերջ նրանց հետ պայմանավորվի։ Այստեղից ռուսկաթերնի նորմալ մարդ է պետք, նորմալ մարդիկ են պետք, որ գնան խոսան, այս մենք սխալվել ենք, մենք ազգովի սխալվել ենք, այդքան բան։ Հետո մի բան էլ ասեմ, գիտեք ինչ կա։ Հերիք է պաշտոնի համար, փողի համար գնաք սխալի հետևից։ Գիտեք ինչ ամենամեծ սարսափելի բանը դա է։ Ծախվում են պաշտոնի համար, ծախվում են փողի համար եւ գնում են այն թեկտածու յետևից, որ իրենք էլ տեսնում են, որ այդ թեկտածուն Հայաստանը տանում է կործանման։ Այդ սկզբունքը պիտի վերանա այս ազգի միջից, եթե ոչ, մենք այսօ ավելի վատ վիճակի մեջ կլինենք։ Ներեք, պարոն Ղուկասյան, ի վերջո դուք կողմ եք, թե ոչ միութենական պետությանը։ Կողմ եմ։ Սարիկ Մինասյանը ասում է Բելարուսի սկզբունքով։
այսօր իր գրառման մեջ Սարիկ Մինասյանը ասել է, որ ճգնաժամը այնուամենայնիվ անխուսափելի է, այսպես կառավարել Թող լինի, Սարիկս թող լինի, մենք իրար հետ կտեսնենք, կխոսենք, ընդհանուր հայտարարի կգանք Սարիկի հետ։ Ես գիտեմ, որ Սարիկը Երևանից դուրս կգա, Լեննականի համար առաջինը կմտածի Գյումրիի համար, հետո կուսակցական մտածելակերպ կունի, ինքը այդպեսի տղա է, ես իրան հավատում եմ։ Պարոն Ղուկասյան, դուք ձեր քարոզարշավի ժամանակ ասացիք, որ երբ որ ընտրվեք Ռուսաստանից գալու են գործարաններ։ Միանշանակ Ռուսաստանից գալու են գործարաններ, այստեղ պիտի մենք հիվանդանոցի խնդիր լուծենք Ռուսաստանի հետ, այստեղ պիտի գործարանների համատեղ գործարանների ձեռնարկությունների խնդիր պետք է լուծենք եւ կտեսնեք, որ այդ ամեն ինչը կլինի։ Ես հույսով եմ։ Եվ ես առաջարկում եմ Եվրոպամետ կուսակցություններին։ Դե թող իրենք էլ որ, իրենք ուրեմն կապը հաստատում են Եվրոպայի հետ, ուրեմն մենք տրամադրելու ենք տարածքներ, ամեն ինչ անում ենք, ոնց որ ռուսների ենք անում, ռուսների հետ ենք հիմա այդ սկզբունքը որտեղ գրել, իրանց էլ ասում ենք, թող իրանք էլ Եվրոպայի հետ, Ամերիկայի հետ որտեղ գրեն այդ սկզբունքը եւ կշահի Գյումրի քաղաքը եւ Հայաստանի Հանրապետությունը։ ասում Լևոն Վարդանյանը ասում է, որ ձեր քարոզարշավի միջոցառած բարամտների մասով գուցե եւ Եվրոպան օրինակ գրանտներ տրամադրի։ Ինչի՞ այդ միլիոն դոլարներն որ Սորոսից ստացել է դրա մասին չի մտածում ինքը։ Հիմա իրան պետք է ասենք, որ Լևոն ջան այդ փողերից բեր, քաղաքին հլնայինք ինչ կենես։ Հատուկ ես իրան կանչեմ իր հետ խոսամ։ Այսա ձեզ կքննադատեմ, որ ասեք կողմեք միութանական միությանը։ Ոչինչ, թող քննադատեն, ես հետ չեմ վախենում, ես շատ ճիշտ եմ մտածում, այո, պետք է մենք Բելարուսի ես կողմնակից եմ, Բելարուսի սկզբունքով պահել այս ամեն ինչը։ Ոչինչ, լեզու դրեցիք, ասում ուզում են Սարգեն գուբերնիա։ Ոչինչ, թող հերացքի չէ։ Բանկախություն է։ Ոչ, անկախություն է։ Ինչի Լուկաշենկոն այսօր այնպես է նստում։ Լուկաշենկոն է լավ նստում է մնացած ձեր երկրները։ Հələ նայեք Լուկաշենկոն իրան ոնց է պահում։ Ինչի նույն ընտրությունը, նույն ամեն ինչը մենք այդ ամեն ինչը տեսել ենք։ Հիմա քանի որ այսպեսի ներողություն, մենք քանի որ այսպեսի հարևաններ ունենք։ Մենք այս հարևանները որ ունենք, մենք կարող ենք այս հարևաններին փոխել։ Չենք կարող։ Լուկաշենկոն Չուզենալով այսպեսի հարևաններ ունենք, պատկերացրեք։ Մենք Եվրոպայում չենք գտնվում։ Ցավոք սրտի, այդպես է, մեր հարևանները այսպեսին է։ Այո, մեզ պետք է այնպիսի մի երկիր, որ հիմնվենք իր վրա։ Թե չէ սրանք կթափեն մեր վրա, մեր այսքանի երեխեքին է տանին կկործանման ու ես չգիտեմ։ Ես այդպես եմ գտնում, բայց պայմանները պաշտպանել այսինքն Հայաստանի անկախությունը եւ շատ խնդիրներ, այո, սուվերեն այդ ամեն ինչը պաշտպանելով ոչ թե գնալ, պարգել, լգնել, ոդասնալ, այլ պաշտպանել այդ ամեն ինչը, այդ սկզբունքները, որը միանշանակ կողմ են ես դրան։ Այո։ Նախ շնորհավորում եմ ձեզ քաղաքապետի պաշտոնի զբաղեցնելու համար։ Տեսնես կը։ Երկրորդ դուք քարոզարշավի մեծնարկից սկսած անընդհատ նշում եք, որ 13 տարվա քաղաքապետ եք եւ բազում աշխատանքներ եք իրականացրել, բայց իր հարցազրույցներից մեկում Միքայել Սերբազյանը նշել է, որ նախկին Ղուկասյանը չէ, նա փոխվել է։ Այստեղ հակասություն չեք տեսնում եւ փոխվել եք դեպի լավը 13 տարվա աշխատանքի ժամանակ վատն էիք։ Մեր Սերբազյանն է դե մի բան է խոսում է։ Ինձանից տարիքով փոքր է, գիտես։ Հետո ես որ այստեղ քայլում էի, ինքն էլ ջահել տղա էր, բան ընդեղից հերվից ինձ դժվար բարև էին տալիս, գիտես ինձ բարև տալ այդքան հեշտ էր։ Մենք այդպես իրար հետ հանակներ ունենք, էլի դու ընտունի։ Մենք իրար հետ կխոսանք Սերբազյանի հետ, ինքն էլ է փոխվել, ես էլ եմ փոխվել, դու չես փոխվել, դու էլ կփոխվես։ Մի խառնի, բոլորս եք փոխվենք։ Այդ ժամանակի ստորագրահավաք էիք կազմակերպել իրեն որ թեմից հանելու։ Ես ստորագրահավաք չեմ կազմակերպել, չեմ կազմակերպել, դա իմ ձեռագիրը չի։ Բայց ինքն ասել էր որ դուք եք։ Սուտ է։ Իրար հավանական է որ ասել է ռեյտինգ է ուզեցել իրա բարձրանա, բարձրացել է Սերբազյանից, ոչինչ, թող բարձրանա։ Եթե իմ վրայով ենկան մարդու ռեյտինգ է բարձրացել։ Մի ոչի, չի սիրուն ջան։ Լավ երեխեք ջան, աշխատանք ունենք։ Լավ, էլ բան կա ասել։ Երեխեք իրոք էսվա, էլ բան։ Ծառայողական մեքենաներ վերցնելու եք թե հրաժարվելու եք դրանից։ Ծառայողական մեքենա, ես չգիտեմ, ես ինչ ժամանակ էլ իմ մեքենաներս եմ օգտագործել։ Ես հավանական է ուրեմն կլինեմ զրահապատ մեքենայով, այնքան ժամանակ մինչև 2007 թվականի սպանություններն ու սպանությունները չբացահայտվի։ Իտե պարոն Ղուկասյան, ասացիք բարձրացնել եք աշխատավարձերը, չնայած Նարեկ ջան, ասել եք բարձրացնելու եք աշխատավարձերը, ասել եք քաղաքապետարանի աշխատակազմից ու ձեր աշխատավարձը բարձրանալու է իջնելու, ոնց եք վարվելու դրա հետ։ Ոչինչ մի բաների։ Բան չեմ ելնում։ Չէ, անպայման կստանամ Նարեկ ջան։ Կստանամ որ քեզի
կստանամ, որ քեզ լավ բաներ առնեմ։ Շնորհավորում ես տալու եք միլիոնների։ Բայց գուցե համայնքի բյուջեի թողեք, հա։ Հանգիստ, դու հանգիստ եղեք։ Դու մի ներշնչես։ Դու որ ներշնչում ես, ես հուզվում եմ, նարեկ չի կարելի, դա ինքը գյումրեցի չէ, ինքը արտիկցի է։ Ես դու ֆաշեն։ Դու ֆաշեն, դες արտիկից փախավ, արտիկցիկ նայեք, փախավ նարեկը։ Ես երբեք Տորմուզ հենդոից բացի ուրիշ մարդկանց։ Տորմուզ հենդոյի նմանները դուրս կգան։ Դու չվախենաս այդ հարցով։ Ես հատուկ քեզ տեղյակ կպահեմ։ Այո։ Բան ուղղակի։ Հե? Բայց ինքը ընդհանրապես չի գնալու, այստեղ մնալու է ու բայց այդ կառույցից է դուրս ԿՊԱ-ական գալու։ կադրերի կպահեք, եթե մնա օրինակ լավ աշխատող է, թե Լավ աշխատող եղավ, անպայման կպահեմ։ Սարիկ Մինասյանի թիմը։ Անպայման, եթե լավ աշխատող եղավ, կպահենք։ Ոնց եք բոլորին գողացնել օրինակ ավականու անդամներին, որովհետև տարբեր Իմ ճիշտ ապրելակերպով, խելացի, ներողամտությամբ, համերաշխությամբ, խաղաղասիրությամբ, որ ասում է Երանի խաղաղասերներին, որոնք Աստծո զավակներ պիտի կոչվեն։ Եթե խաղաղություն, համերաշխություն կա, ուրեմն այդտեղ կա շենություն, պտղաբերություն եւ ամեն ինչ դրական առումով։ Գյումրիում բեսպրիձեր կրակոցներ, Այդ դուք եք անում, դուք եք սարքի։ Այդ ինչ որ ամենախելոք քաղաքը Գյումրին է, հիշեք։ Վերջի 30 տարվա ինչ որ կա չկա, Լենինականից հետո ամենախելոքն եղել է Գյումրին։ Սա հիշեք, Լենինականից հետո, սա հիշեք։ Այդ ինչ էլ որ դուք անում եք, հերիք էլի մի քիչ հանգստացեք։ Բան Լուկասյանը Եղավ, հա, վերջինը, թողեք լավ է, թողեք տան, ինչ եք ուզում այ ման։ 26 թվականին հնարավոր է, որ նաև վարչապետի թեկնածու առաջադրվեք։ Եթե շատ մարդիկ, որոնց չի ընդրում ժողովուրդը, եթե իրենք կանչեն ու ասեն, այո, մենք գտնում ենք, դու որ պետք է ստանձնես այդ պարտականությունը, իրանք համաձայնություն տան եւ իմ կողքին կանգնեն, այո։ Դե համեցեք։